Ոչ մի անգամ չի գնացել ծովյա։ Դաշտում, հայատներում ես ճամփում։ Մայրը տեսավ, որ չկա։ Ասեց քնած, ասեց չէ, ստեղ էլ քաղեր անում։ Հետո նայեցինք, տեսանք չկա երեխան։ Աշխատանքները շարունակվում են այնքան ժամանակ բոլոր վարկածները, որոնք բնակիչների կողմից կամ մեր կողմից արդեն եւ ոստիկանների կողմից ուսումնասիրվել են, բոլոր վարկածների շուրջ, որոնք աշխատանքները շարունակվում են։ Որ բնակիչի ասելով տեղ տեսել են, տեղամասում արդեն 20 անգամ եւ ավել մենք իրականացնենք աշխատանքները հիմնականում իրականացում 7 ուղղությունով բաժանված տարբեր տեղամասերի աշխատանքներին ներգրաված են 212 փրկարար ծառայող, 100 ոստիկան կամ օրական քաղաքացիներ, տեղի բնակիչներ, դեռ որևէ բան չկա, որևէ հետք չկա։ Հիմա ռադիուսը գրեթե կրկնակի անգամ ավելացրել են եւ ավելի մեծ շարավղով են որոնողափրկարարական աշխատանքները իրականացվում։ Մենք մոտոցիկլետներով ենք։ Համ ոտով, համ մոտոցիկլետներով։ Տեղ-տեղ չորեքթաթ ենք անցնում, աբլի պիխայի թփերի մեջով, այս թփերի մեջով մոտոն պրոս չի կարող անցնի։ Բայց մեկ է, որ լեն տարածքը մոտոն լավ է կարգում։ Օրինակ այն վերևի դաշտերը երևում է ձեր մոտից։ Այն դաշտերը ահագին արագ հսկվել են մոտոյով, բայց ոչ հետ, ոչ մի բան։ Գոնե ուղղություն չգիտենք որտեղ ման գանք։ Դրա համար մի խումբ ընդ է, երկու քինդ է, հենա մեր լագերն է։ Ամեն հնարավոր անհնարին տարբերակները նայում ենք։ Որ եթե իմանանք, որ այդ թփի տակ կարա լինի ու չնայենք, չի լինի։ Հա, շատ անգամ դրա միջով ինչքան հնարավոր էր փշերի մեջ մտնել ենք։ Ոչինչ, ոչ մի բան, ոչ մի հետք։ Ասենք հնարավոր չէր այդ երեխան այդտեղ մտներ ու ինչ-որ շորի կտոր կամ արյան կտոր կամ կոշիկ կորած կամ ուղակի ոնց որ սենց անհայտացել է։ Ոնց որ վարդագույն տաբլակն է։ Չէ, հենց էտա տեսեք, անգամ չգիտենք ինչ գույն ման գանք, ամեն ինչ աչքի ընկելա նայել ենք, փորփրել ենք, ցանկացած ցելոֆան, ցանկացած չգիտեմ ինչ, բացել, կտրել նայել ենք ու